Գրեթե բոլոր վիրահատված կանանց մոտ այս հարցն առաջանում է։ Սա որոշակի չափով առաջանում է այն պատճառներով, որ մենք չունենք բավարար գիտելիքներ մեր անատոմիո-ֆիզիոլոգիական առանձնահատկությունների մասին։ Բայց խնդիրը շատերի մոտ կա եւ բազմաթիվ կանայք անցնելով տարբեր տեսակի գինեկոլոգիական վիրահատություններ, մասնավորապես, եթե վիրահատությունը վերաբերվում է այս օրգանի, այս կամ այն օրգանի հեռացմանը, մասնավորապես, եթե կանացի սեռական օրգանների մասին է խոսքը գնում, ապա միշտ առաջանում է այս հոգեբանական խնդիրը, արդյոք դա անդրադառնալու է հետագայում սեռական կյանքի, ցանկությունների, սեռական հարաբերությունների որակական ցուցանիշների վրա, թե ոչ, չի անդրադառնալու։ Խնդիրը միայն հոգեբանական բնույթ է կրում։ Իդեպ, այս խնդիրը նաև տղամարդկանց մոտ կա։ Օրինակ, տեսեք, տղամարդկանց մոտ, եթե ինչ-որ մի օրգան մենք հեռացնենք, ենթադրենք ունենք շագանակագեղձը։ Ինքը ճիշտ է, շագանակագեղձը մի քիչ ուրիշ հարց է տղամարդկանց մոտ, այնտեղ սերմի ծավալի քչացում կարա առաջանա, սերմի բացակայություն ընդհանրապես կարա առաջանա, բայց ֆիզիոլոգիական իմաստով էրեկցիայի որակը կարա պահպանվի ամբողջապես։ Հիմա կանանց մոտ, օրինակ, եթե հեռացվում է արգանդը, արգանդափողերը, ձվարանները, կան իհարկե անատոմիական բացատրություններ, օրինակ, եթե հեռացվում են ձվարանները հորմոն արտադրող օրգաններ են, ձվարանների հեռացումից կարա տեղի ունենա հորմոնալ փոփոխություններ, հատկապես եթե էստրոգենների դեֆիցիտ ա գնում օրգանիզմում, հեշտոցի չորություն կարա լինի, մազաթափություն կարա լինի, մաշկի չորություն կարա լինի, կնճռոտածություն, մաշկի թոշնամածություն եւ այլն, բայց այդ ամեն ինչը լուծվող հարց է։ Օրինակ, շատ կանայք կան կլիմաքսից հետո իրանք ունենում են հեշտոցի չորություն, բայց դա այն խնդիրը չի, որ բացառի սեռական կյանքով ապրելու հնարավորությունները, չէ՞ որ այսօր կան բուժման տարբեր եղանակներ վերականգնելու համար հեշտոցի ատրոֆիկ պրոցեսները, վերականգնելով հեշտոցի լորձային կազմը եւ ապահովելով բնական խոնավություն, որտեղ չոր հեշտոցի պարագայում շատ դժվար է հարաբերություններ ունենալ եւ հարաբերությունները դիսկոմֆորտի եւ անհանգստության զգացողություն են տալիս։ Այդ իսկ պատճառով, չնայած եւ ի հաշիվ նստելով նրա հետ, որ մենք ունենում ենք հորմոնալ խնդիրներ, եթե ձվարաններն են հեռացվում, բայց ամեն դեպքում դա կարեկցիայի ենթարկվող հարց է։ 1. Արգանդի կամ արգանդափողերի հեռացումը որևէ ձևով չի անդրադառնում կնոջ սեռական կյանքով ապրելու տարբերակների վրա։ Իսկ ձվարանների հեռացման պարագայում կարելի է հորմոնալ անալիզները անել եւ կարեկցիայի ենթարկել այդ փոփոխությունները, բայց հաշվի առեք, որ կնոջ մոտ սեռական ցանկությունը ոչ ամեն իմաստով է փակված հորմոնների մեջ, որտեղ այնտեղ անպայման գոյություն ունեն նաև հոգեբանական ասպեկտներ, գոյություն ունի տղամարդու վերաբերմունք, գոյություն ունեն ներդաշնակություն, գոյություն ունի ընտանեկան անդորրություն, որի հիմքում նաև ընկած է կնոջ ցանկությունը